Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի 90-ամյա հոբելյանը նշանավորվեց գեղեցիկ իրադարձությամբ։ Երևանյան պուրակի հանդիսավոր արարողության բացումը լավագույն նվերն էր արցախցիների համար։ Այն նախագծվել եւ կառուցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ պատվիրակության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Ռայր Անտոնյանը օգոստոսի 15-ին մասնակցել է նաեւ տոնական միջոցառումներին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգացությամբ նորակառույց Երևանյան այգում տեղադրվել է գեղեցիկ խաչքար հուշարձան՝ ի նշան երկու քաղաքների միջև հավերժական եղբայրական բարեկամության։ Հաշվի առնելով Մարտունի քաղաքի եւ Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև սերտ համագործակցության բարեկամական հարաբերությունների հաստատման գործում ներդրած մեծ ավանդը, Մարտունի քաղաքի 90-ամյակի կապակցությամբ Մարտունու քաղաքային համայնքի ավականու որոշմամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ռայր Անտոնյանին շնորհվել է Մարտունի քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչումներ եւ խորհրդանշական նվեր քաղաքի բանալին։ Հաշվի առնելով Մարտունի եւ Երևան քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման, Մարտունի քաղաքի բարեկարգման եւ մշակույթի զարգացման գործում ներդրված մեծ ավանդը, Մարտունի քաղաքի 90-ամյակի կապակցությամբ քաղաքային համայնքի ավականին որոշեց Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքապետ Տարոն Անդրանիկ Մարգարյանին շնորհել Մարտունի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայ Սամվելի Անտոնյանին շնորհել Մարտունի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Օրորից աղբող Մարտունին յուրաքանչյուր իր աշխով ականատես էր դրան։ Ես ցանկանում եմ, որ մոտ ժամանակահատվածում բոլոր գլոբալ խնդիրները Մարտունի քաղաքում լուծված լինեն եւ մարտունիցիները կարողանան ամեն ինչ տոնակատարության դիմավորել իրենց հյուրերին, իրենց ծաղկած եւ գեղեցիկ քաղաքով։ Բոլորիս տոնը շնորհավոր։ Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի ընթացքում վարչական շրջանի ղեկավար Ռայր Անտոնյանը Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ նաև աշխատանքային հանդիպում է ունեցել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ Առաջիկայում սպասվում են նորանոր ձեռքբերումներ։